Թեև COVID-19 համաճարակը առաջ բերեց նոր մարտահրավերներ, այն նաև խթանեց լուրջ փոփոխություններ եւ նոր հնարավորությունների դաշտ բացեց հանրային կառավարման ոլորտում։ Երկրի առողջապահական համակարգը, տնտեսությունը, տեղական ինքնակառավարումը, ինչպես նաև քաղաքացիները հայտնվեցին այնպիսի մի իրավիճակում, որը ստիպում էր մտածել ավելի ստեղծարար։ Օրինակ, ինչ անել, երբ որ շաքարային դիաբետով հիվանդը ունի տեղի կարիք եւ միաժամանակ ունի տեղաշարժման սահմանափակում։ Այս համատեքստում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Բերդ համայնքում նախաձեռնել է շարժական լաբորատորիագործիքային ախտորոշիչ ծառայության համանախագծման եւ փորձարկման աշխատանքները։ Ծառայության ներդրումը բխում է տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով սահմանված պարտադիր խնդիրներից, այն է համայնքում բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ ու մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը, ինչպես նաև անմիջականորեն համահունչ է նույն օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման կարևորագույն սկզբունքներից մեկի հետ ընդհանուր իրավասության սկզբունքի։ Լաբորատոր գործիքային հետազոտությունները կամ նմուշարումը շարժական ձևաչափով կազմակերպելը թույլ է տալիս դրանք իրականացնել հենց տեղերում Բերդ խոշորացած համայնքի բոլոր 17 բնակավայրերում, բնակիչների համար զգալիորեն հեշտացնելով այդ ծառայություններից օգտվելու ընթացակարգը, միաժամանակ բնակիչների մատուցելով լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների լայն ցանկ։ Համայնքի հետ համատեղ ունենք կնքված համագործակցության հուշագիր, որում ամրագրել ենք նոր համատեղ մշակված ձևաչափ խոցելի խմբերին անվճար ծառայություններ մատուցելու համար։ Մենք շատ ուրախ ենք, որ լաբորատորիագործիքային ախտորոշիչ ծառայությունը հասանելի է համայնքի բոլոր բնակավայրերում, ծառայությունը ապահովում է նաև ՏԻՄ-ի եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը։